Արարատյան խոհանոց, լավ տրամադրություն, ջեր մթնոլորտ և հետաքրքիր նորություններ։ Ահա այս ամբողջը մենք այսօր կունենանք մեր եթերում, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, նշածս բոլոր երևույթները մենք այսօր պատրաստելու ենք և ստեղծելու ենք այդ մթնոլորտը իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Արտուր Ղուկասյանը, Երևան Պլազա բիզնես կենտրոնի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Նորմալ դուք։ Լավ, տրամադրությունը բարձր է։ Երազանց։ Կարողանում ենք այն շրջանակները, որ մենք արդեն վերցրել ենք այն միամսյա այդ կտրվածքը, որի ժամանակ մենք պիտի ներկայացնենք մեր ազգային ուտեստները նորովի մոտացմամբ, նորովի մատուցմամբ։ Կարող ենք այսօր իրականացնել։ Այո, իհարկե։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել բլղուրով, սիսերով եւ ձվով տապակապ։ Բլղուր, սիսեր և ձվով։ Հավգիտով, այո։ Հավգիտով։ Օգտագործելու ենք նաև ձետ կարակ, այստեղ տեսնում եմ թահին, այսինքն քունջուտի առաջի ճզմման ձետ։ Շատ լավ, սկսենք։ Այո։ Ուրեմն առաջնահերթ կաթսան դնում ենք ջեռոցի վրա։ Տապակը տաքացնենք։ Այո։ Սիսերը նախորդ խաշված է և թաղանթից մաքրված։ Մաքրված։ Իսկ բլղուրին դրել ենք եռացող ջրի մեջ, որպեսզի ինքը հասունանա։ Այո, այո։ Ինչ ենք անել այդ։ Ձուն ես կարող եմ ջարդել։ Այո, ձուն ջարդեք։ Մի փոքր կարակ կավելացնենք։ Մի փոքր ձետ։ Կարակ և ձետ միասին։ Այո։ Ինչու։ Որպեսզի կարակը մեջը չսևանա և ավելի հաջող, փափուկ նուրբ։ Քանի որ ուզում ենք կարակ լինի նաև, կարակի համը ստանանք, Այո։ Կարակը միայն կարակով այդպես որ տապակենք, քափը կսևացնենք, չէ՞։ Այո։ Շատ լավ, Արտուր ջան։ Ես կուզենայի իմանալ այս ուտեստը քո մտահղացումն է, թե եղել է այդպիսի ուտեստ։ Այս ուտեստի մտահղացումն է, ես անձամբ ինքս եմ փորձել պատրաստել, շատ համեղ է, համեմված շատ նուրբ համեմունքներով, մի խոսքով, զգայուն առողջ հանդիսատեսի և օգտվողի համար։ Հատուկ այն մարդկանց, ովքեր նախընտրում են առողջ սնվել, հա։ Այո։ Շատ արագ է պատրաստում և շատ թեթև մարձվում է։ Դե իհարկե արագ կպատրաստվի, եթե համարյա բոլոր մթերքները արդեն նախորդ պատրաստված են։ Ուրեմն ավելացնում ենք սիսերը։ Թեթևակի տապակում ենք, այս ինչպես ասած։ Մի թեթևակի տապակում ենք, երբ որ արդեն զգում ենք, որ շատ աղմկում սիսերը, ավելացնում ենք արդեն բլղուրը։ Ես ձեզ կխնդրեմ ձվի մեջ ավելացնել սև պղպեղ, աղ, մեկ էլ մի փոքր չաման։ Սև պղպեղ, չաման, աղացված չաման։ Այո։ Եվ աղ, մանր աղ, չէ՞։ Իսկ կանաչիներ։ Կանաչիներ վերջում մաղադանոց ենք օգտագործել։ Իսկ ինչու է աղմկում սիսերը։ Որովհետև նա արդեն պատրաստ է։ Արտուր ջան։ Կարող ենք ավելացնել արդեն բլղուրը։ Երևի քամենք նոր, թե։ Ոչ, ջուրը չի խանգարի։ Շոքեխաշման պրոցես։ Այո։ Իսկ այս համադրությունը բլղուրի և սիսերի պատահական ես ընտրել, թե նմանատիպ ուտեստի, նմանատիպ կերակրատեսակի, Ուղղակի բլղուրն ու սիսերը իրար հետ շատ ավելի համեղ է ստացվում։ Շատ համերաշ, իրար հետ այդպես, հա։ Այո։ Մի փոքր ավելացնում ենք խոշոր աղ։ Նորից հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ ձուն մենք ջարդեցինք, ավելացրինք սև պղպեղ, աղ, աղացված չաման։ Բարեկամներ, մինչ ես այսպես ձուն կհարեմ,
ես առաջարկում եմ ընդգիճվենք եւ այն մաթերքները, որոնք այսօր առկա են իմ տեստի մեջ, նրանց մասին դուք կլսեք նրանց օգտակարության մասին տեղեկություններ։ Բլղուրը բրնձի համեմատությամբ պարունակում է ավելի շատ բջջանյութ եւ սպիտակուց։ Հայտնի է գիցեմինի ավելի ցածր տոկոսային բաղադրությամբ եւ վիտամինների ու միներալների ավելի մեծ բազմազանությամբ։ Սիսերից պատրաստված սնունդը առաջարկվում է գեր ու շաքարային դիաբետով մարդկանց։ Ձվի շնորհիվ մարդը ստանում է այնքան սպիտակուց, որքան անհրաժեշտ է օրգանիզմին։ Ավելացնում ենք մի փոքր սև պղպեղ, Այո։ Մեր եւ բարբարիս, բարբարի կծոխուր, այո, կծոխուր, շատ ապրեստու, շատ ապրեստու։ Եվ բնականաբար դու արդեն տեղյակ ես, որ այս ուտեստը պիտի մատուցենք նորովի, այո, նորովի նոր եղանակով։ նոր եղանակով, որը ինչպես դու ես սիրում նշել, պիտի շոյի նախ եւ առաջ մեր տեսողական օրգանները, չէ՞։ Այո, Նորից բացատրենք, այստեղ մենք տապայվագի, կարակի եւ ձեթի մեջ նախորդ խաշված սիսերը, խաշելուց հետո թաղանթից մաքրում ենք, այնուհետև թրջված բլղուրը, համեմեցին կաղով պղպեղով եւ սև բիբարով։ աղ սև պղպեղ եւ աղացված չաման, այնուհետև մի քիչ կծոխուր, Ուրեմն ես պետք է ավելացնեմ, պարոն Մամուլյան, որ ձուն, երբ որ լցնենք այս զանգվածի մեջ, պետք է անմիջապես հանենք եւ ափսեի մեջ արդեն ինքը իրանով, իրատակությունով էփվի ու ձուն պատի ու պահի։ դա էլ ձեր կացսան ինչպես հետաքրքիր համ պիտի ստանանք, կարծում եմ։ Ինչպես նշեցի, սիսերը եւ բլուրը շատ համերաշխ են, այստեղ կծոխուրի ներկայությունը արդեն ոչ միայն երեսկացնի, այլ նաեւ համային, այս լավ երանգ կհաղորդի։ Անջատեցինք լրի։ Այո, Եվ կրակից վերցնում ենք։ այո։ Այստեղ։ Իսկ ինչ կանաշի պիտի կտրատեինք։ Մաղադանոց։ Մաղադանոց։ Շատ մանր։ Սա էլ մաղադանոսը։ Կծոխուրը։ Այո։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Ուտեստը արդեն պատրաստ է։ Ահա, նորից մենք Բարի հիշեցնենք, ախորժակ կարող եք համտեսել եւ վերջում ձեր եզրակացությունը տալ։ դեր կտեսնենք։ Պատրաստեցինք ուղագի բլղուրով եւ սիսերով քաշովի կամ փլավ կամ եղինց, այդպես են նաեւ կոչում հայերեն մեր փլավներին, բայց նորովի մատուցված։ Օգտագործեցինք նաեւ ձու։ Շատ լավ, Արտուր ջան, դու մեր հերոստատիտողներին ինչ կցանկանաս։ Կցանկանամ, որպեսզի չզլանան եւ իրենց ընտանիքի անդամների համար եւ ինչու՞ չէ թանկագին հյուրերի համար պատրաստեն եւ հրամցնեն այս հաճելի ուտեստը։ Շատ լավ։ Հարգելի հերոստատիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել մեր
Արտուրին եւ ցանկանանք, որ այո, նա թե իրենց հյուրերին, թե ընդհանրապես հանրությանը այդ իր նոր մտահղացումները կարողանա մատուցել։ Շնորհակալություն եղբայր, ապրես դուք։ Շնորհակալ եմ։ Իսկ ես հարգելի հեռուստադիտողներ նշեմ, որ արդեն այն միամսյակը, որ մենք հայտարարել ենք, մոտենում է իր ավարտին։ Հաջորդ ամիս մենք պիտի ավելի շատ անսանք մեր տատիկների, բոլոր հորդորների եւ խորհուրդների եւ զանգերին։ Արդեն ունենք բավականաչափ զանգեր, այնպես որ մենք կանդրադառնանք այն անպայման ձեր բոլոր արձագանքներին։ Փաստորեն մինչև մեր հաջորդ այդպես ցիկլը տատիկներին անցնելը մենք պիտի նորից մի վերադառնանք ուտեստին եւ մոռացանք, որ թայնը որպես սոուս է այսպես մատուցվում այստեղ։ Այո։ Այո, այսպես է, եթե դու նորություն ես ինչ-որ մի իրականացնում, կարող ես նաև մեկ-մեկ մոռանալ, շփոթվել, ապրես դու։ Եվ այսպես արգելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը մոտեցավ իր ավարտին, ուզում եմ, որ մենք բոլորս լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար։ Ստեսյուն բարեկամներ։ Տապակա, բլղուր 100 գրամ, սիսեր 50 գրամ, ձու 1 հատ, կարակ 30 գրամ, ձեթ 20 գրամ, թահին, աղ, սև պղպեղ, չաման, բարեախորժակ։